Արարատ 73-ի ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ Հայաստան ժամանած Մոսկվայի Սպարտակի ու Ռուսաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստների օրակարգը հագեցած է։ Նրանք նաև Ռուսաստանի ֆուտբոլի ասոցիացիայի եւ ռուսական պրեմիեր լիգայի դեսպաններն են ու Հայաստանում տարբեր հանդիպումներ են ունեցել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ, քննարկել նաև Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների անցկացումը։ Մենք Ռուսաստանում նախատեսում ենք Սպարտակի լեգենդների հանդիպում։ Նման ընկերական հանդիպում էլ ցանկանում ենք Երևանում կազմակերպել, որտեղ կխաղան Արարատի եւ Սպարտակի լեգենդար ֆուտբոլիստները։ Դա կարող է լինել նաև հավաքականի տեսքով։ Կարծում եմ դա անչափ հետաքրքիր կլինի նաև երկրպագուներին։ Մոսկվայի Սպարտակի լեգենդները նշում են, որ հայ-ռուսական ֆուտբոլային բարեկամությունը դարերի պատմություն ունի, իսկ հայ ֆուտբոլիստների հետ միշտ են լավ հարաբերություններ եղել։ Հյուրընկալ Հայաստանը ինչպես միշտ մեզ դիմավորեց բարեկամաբար։ Մենք այստեղ տարբեր գործակցության առաջարկներով ենք եկել։ Իհարկե, այցի գլխավոր նպատակը Արարատ 73-ի ֆիլմի ցուցադրությունն էր։ Ցավոք, լեգենդար թիմի գլխավոր դերակատարներից մեկը Նիկիտա Սիմոնյանը այսօր մեզ հետ չէ։ Նա նույնպես սպասում էր այս ֆիլմին։ 2026-ին Նիկիտա Սիմոնյանին նվիրված 1 տասնյակից ավելի միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանում։ Ներգրաված կլինեն նաև Արարատ 73-ի ու հայկական ֆուտբոլի ներկայացուցիչները։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։